Պարոն Մինասյան ջան, ախր նախորդ խոսակցության վերջում ես ուզում եի լավ բան ասեի հայեղափոխական դաշնակցության մասին, այն ձեր սիրած մշտական բոլոր աներից սարքեցիք, չստացվեց, կիսատ մնաց միտքս, եթե թույլ կտաք, հիմա շարունակեմ։ Երբ որ ես ասում եի 1920 թվականների կամ 1919-ից 2020 այդ շրջանի, պատմական շրջանի հայեղափոխական դաշնակցության առաջնորդների մասին խորհուրդ էի տալիս կարդալ իրենց եւ այլն, ես գիտեք ինչ նկատի ունեի, վատ բաներ չի ուզում ասել, ուզում եի ասի այդ մարդիկ, եթե մի քիչ պարզունակ ներկայացնենք, որովհետեւ բարդ շրջան էր, դա բոլոր մանրամասները ներկայացնելու համար մի հսկա քննարկում է պետք, բայց եթե կարճ կոնկրետ մի շրջան էր, երբ որ այդ առաջնորդները իրանց սեփական փորձից էլի պատերազմներ տեսնելով, ցեղասպանություն տեսնելուց հետո, անկախ պետություն հռչակելուց հետո, սեփական փորձով եկել էին մի հանգրվանի, որտեղ օրինակ դիվանագիտական բանի, էլի Կարսի գրավումից բանից, ահագին այդքան իրադարձություններից հետո, դիվանագիտական քաղաքավարի, սիրալիր դիմումներ եւ նամակներ էին գրում օրինակ թուրքական կողմին, հանդիպում էին, բանակցում էին, падգամում էին իրենց ժամանակակիցներին եւ սերունդներին, որ պետք է օրինակ Թուրքիայի հետ ունենալ լավ հարաբերություններ 1915 թվականից 5 տարի հետո։ Ես սա մի հատ էլ որպեսի բանալ ճիշտ արձանագրենք, որպես մեղադրանք չեմ ասում։ Ես սա ասում եմ որպես նշան բանի, որ այդ մարդիկ եկել էին կոնկրետ եզրահանգման, կոնկրետ իրադարձությունների բերումով, հասել էին ինչ-որ մի ճշմարտության եւ այդ ճշմարտությունն էին падգամում, ներկայացնում եւ ժամանակիցներին եւ падգամում սերունդներին։ Հիմա ես ավելի շատ զուգահեռ կանցկացնեի մեր եւ իրենց, քան ձեր եւ իրենց միջեւ։ Դուք մեզ մեղադրում եք բաների մեջ, որը նույն ձև կարելի է մեղադրել այդ մարդկանց, հասկանում ես, մենք էլ ոչ լավորից շատ լավ կլիներ, որ բոլորս այնքան խելացի լինեինք, որ այս ամենը տեսնեինք, չգիտեմ, 10 տարի առաջ։ Ընդ որում էլի առանց ներքաղաքական բաների եմ ասում, կոնյունկտուրայի, մենք որպես հանրույթ, որպես պետություն, այս հայի հետին խելքը որն է, այս խելքին լինեինք 10 տարի առաջ, 15 տարի առաջ։ Պարոն Մինասյան, 7 տարի առաջ, եթե ձեր սիրտը այդ կհովացնի 7 տարի առաջ։